Եվրոմիության ճակատագրի հետ ուղղակի գաբ ունեցող զարգացումը մենք ականատես եղանք անցյալ շաբաթ գիրագյորը ավելի ճիշտ է երբ հունգարիո ժողովուրդը շարաչուն ապտակը իջեցուց Պուտինի եւ ռուսաստրուկ Վիկտոր Օրբանին երբ 16 ամյա իր միահեծան քաղաքականությունը վերջ կդավ Հունգարիայի մեջը երբ մենք նաև ականատես եղանք այնպիսի անձնավորությամը որ արյունաթաթախ ցերկերով միլիոնավոր դոլարներու գաշարադվության վերապերյալ լուրջ փաստերու արգայությամբ մեղսագից եղավ 2004-ին ամմեղ հայ ըսպայի ըսպանության մեջ ոչրակորձություն կործած Ռամիլ Սաֆարովին երբ ազատ արձակեց իբրև թե արդահանձնման ասենք կողիդակ Ադրբեջանին անոնք ովքեր իրազեկված չեն պետք է ասենք որ 2004 թվին Գուրգեն Մարկարյան անունով հայկական բանակի ըսպամը Բուդապեշտի մեջը ՆԱԹՕ-ի լեզվաբանական մարզումներուն կմասնակցեր եւ երեգոմը երբ ուրեմն քնած վիճակի մեջ էր ադրբեջանցի ըսպան Գացինով ըսպանեց հայ ըսպային եւ այդ պատճառով ցգյանս փանդարգության դադարեցավ Բուդապեշտի մեջը սակայն ընդամենը 10 տարի եւ որոշ քանակությամբ տարիներ փանդի մեջ ժամանակ անցնել են յետքը Հայդար Ալիևը պետրո դոլարի միջոցով կարողացավ իր քաղաքացուն փրկել արդահանձնման extradition-ի կողիդակ եւ այդ արդիվ միջազգային մեծ սկանդալը բայթեցավ որ Վիկտոր Օրբանի գլխին եւ դա եղավ ասենք ցաներ վերքմը ամբողջ աշխարհի հայության հոգիեններս եւ վերջապես անցյալ գիրագի Վիկտոր Օրբանը շատ թանկին վճարեց իր գորումփացված ըլլալու արդիվ եւ մենք ականատես եղանք իր չախչախիչ բարդության համապետական ընդդություններով արդիվ երբ ան իր աթորը եւ իշխանությունը գործունցուց եւ Պիտեր Մաջարը դարձավ Հունգարիայի նոր վարչապետը մեր առաջադրանքն է եւ նաեւ ակնկալիքն է արդար ակնկալիքն է որ Վիկտոր Օրբանը որ գորումփաստության պատճառով իր իշխանությունը գործունցուց Պիտեր Մաջարը որ նոր վարչապետն է նախ կշնորհավորենք Պիտեր Մաջարին եւ նաեւ մեր արդար ակնկալիքը կհայտնենք որ Ռամիլ Սաֆարովը որ Գացինով ըսպանեց եւ ոչրակորձություն կործեց ամմեղ անձեն քունի մեջ եղած հայտնված հայ ըսպային թեմ վերստին ուրեմն ազատազրկվի եւ այս անգամ վերստին ասենք արդահանձնվի Հունգարիային որովհետեւ իր մահվան դադարված ցգյանս փանդարգության վճիրը կորզատրե եւ այս մասին գարջ դեսանյութը որտեղ մենք կտեսնենք Լոս Անջելես հայեր եւ հունգարացի ամերիկացիներ եւ որոնց երթին բարոն Լազլո Սանդորը եւ Բադվելի Ժոզեֆ Նովակը որ նույնպես միացան ամերիկայության արդարաբանչության որովհետեւ Ռամիլ Սաֆարովը վերստին ասենք հանձնվի Հունգարիային եւ իր փանդարգության մնացած շրջանը կորզատրե As the managing editor of USA Armenian Life magazine stood in front of the United Hungarian House in Los Angeles on October 22nd, his message was as clear as the recent covers of his publication.
The 2012 extradition from Hungary of an Azerbaijani axe murderer must be reversed, especially in light of the recent revelations of alleged Azerbaijani bribery reaching the highest levels of the Hungarian government. That's a major factor that has recently emerged, and to the credit of journalists, courageous journalists, the details of the corruption, big scale, large scale corruption, like we're talking about in the millions of dollars, changing hands. The Hungarian patriots refuse to give ground. But the story actually starts in October 1956. Hungarians were gathering at the United Hungarian House to commemorate the victims of the authoritarian Soviet Union, whose troops violently crushed the short-lived 1956 Hungarian Revolution. Ironically, many of the Hungarians in attendance were not happy with a representative from what they viewed as Hungary's current authoritarian government, Lajos Kossuth, speaking at the event. Kossuth is very close with Hungary's Prime Minister Viktor Orban of the Fidesz party, who negotiated the release of the Azerbaijani axe murderer. Kossuth, seen here with Prime Minister Orban, served as mayor of Hungary's second-largest city for 16 years, as well as a parliamentary leader of the Fidesz party for 2 years. Laszlo Vándor represents an opposition party that occupies 16% of the Hungarian parliament. Orban is one of the biggest, most corrupt prime minister of Hungary. I mean, pretty much as bad as under communist regime when I left. In 2004, military officers from countries around Hungary met in Budapest for a NATO-sponsored training course. During the night, Azerbaijani soldier Ramil Safarov took an axe to Armenian Army Lieutenant Gurgen Margarian. Safarov was convicted of murder and sentenced to life in prison in Hungary. But 8 years later, in 2012, he was unexpectedly sent back to Azerbaijan when a deal was struck between Hungarian Prime Minister Orban and Azerbaijani President Aliyev. Recent reporting alleges that as much as $6 to $7 million found its way into the pockets of Prime Minister Orban and his associates. We wanted to ask Lajos Kossuth about this, but he refused our face-to-face request for an on-camera interview. This gentleman was invited by the Consul General of Hungary. He is not the guest of California Hungarians, but the Consul General makes him to be the guest of American Hungarians, and it is not so. When the Azeri convicted ex-murderer was freed under the guise of extradition back to Azerbaijan by the corrupt Hungarian government, hundreds of thousands of Hungarians rose up. To their credit, they rose up in Hungary and they voiced their strong voice of protest and they condemned what happened. So this is basically a gesture that we would like to let the world know that we have not forgotten the injustice. We have not forgotten the fact that convicted murderer Ramil Safarov of Azerbaijan is now being treated in Azerbaijan as a national hero. Իսկ ինչ կվերապերի հայոց աշխարհեն ներս նորակույն զարգացման, ապա մենք վերջերս ականատես եղանք նաև վերջին օրերուն Փարիզի մեջ հայ-եփական դաշնակցության գազագերբությամբ համակումարի գայացման, որտեղ իմի եկած էին ինքնահռչակ ըսպիրքի ներկայացուցիչներ, որոնք իբրև թե ներկայացուցիչ են, բայց իրականության մեջ ոչնչարար են իրականության մեջ։ Հիմա լսենք իմ զրուցակցին հայտնի հրապարակախոս Ոսկե Մխիթարյանին եւ կշարունակենք մեր զրույցը։ Բարոն Չապարյան, պատասխանելու համար ցեզի նախ հրապարակավ հստակացնենք մեր թիրքը։ Մեր դարագարձիկ լալը երբեք որևէ մեկուն իրավունք չի դար մեզ թադաբարդելու մեր դեսագետները հայտնազլալու համար։ Մենք այս բարակային անձնական մեր մտահոգություններին ելնելով գուզենք մեկնաբանել այս համաժողովը, որ կատարվեցավ Սփյուռքի անունով։ Շատ հետաքրքրական անշուշտ մամուլի մեջ զանազան արդեն մեկնաբանություններ կան։ Մեր բոլոր հարկանքը հայ աղավական դաշնակցության, բայց այս բարակային ինչպես կրնա ըլլալ, որ այս համաժողովը խոսի
համայն հայության անունով։ Հայությունը միայն դաշնակցությունը չէ։ Հայության մեջ կան այլ ուրիշ կուսակցություններ, որոնք ներկա չեն այդ ժողովին, ինչպես նաև այլ գազམ་ագերբություններ, որոնք ենթակա չեն հայ հեղափոխական դաշնակցության։ Հետևաբար քիչ զարմանալի էր այդ խորակիրը, որ մենք մամուլի մեջ տեսանք, որ համա հայկական սպիրկը ներկայացնող այս քակատնաժողովը անշուշտ շատ հետաքրքրական էր այստեղ նաև, որ անուններ չգային, թե ովքեր հրավիրված են, եւ ոչ ալ ժողովը փացեր բոլոր անոնց առաջ, որոնք կգամենային այդ ժողովին ներգալալու։ Սա կնշանակե, որ փակ ժողով մներ եւ հadoop կերպով ընդրված էր հայ հեղափոխական դաշնակցության գետրոնական մարմնի կողմէ եւ հրավիրված էին բոլոր անոնք, որոնք նույնը գտëm կհարեն։ Բամոս կենանք եւ խոսենք, թե ինչպես կբադայի, որ գուսակցական քակատնաժողովիմը ներգա ըլլան եկեղեցականներ, արդյոք համաժողովը աղոթքով հանալու համար է, թե այդ եկեղեցականները նաև հայտնեցին իրենց զորակցությունը այդ համաժողովին։ Նույնքան կարևոր է, որ երկու մայր աթոռներու քահագաններ, Էջմիածնի քահագալ Քարեքին երկրորդ կաթողիկոս, ինչպես նաև Մեծդան Անգելիկիո կաթողիկոս Արամ առաջին իրենց զորակցությունը հայտնեցին այս քակատնաժողովի նպատակներուն, որոնց մասին բացարձակապես հստակ տեղեկություն չկա եւ ադիգա մեզի ինչպես նաև բոլորին իրավունք կտա վերլուծելու, որ այդ քակատնաժողովին քերնպատակը ինչ է, համախմբելու սպիրկը միասնության գոչեր էին, թե հայրենի իշխանության ընդրության նախորյակին, վերընդրության նախորյակին գազմագերբվեին այնպիսի գոչեր, որբեսի ներկա իշխանությունը չգարենար վերընդրվել։ Մենք այդ մասին պետք չունենք մեր գարձիկները փոխանցելու։ Հետաքրքրական այն էր, որ երկու կաթողիկոսները իրենց զորակցությունը հայտնեցին այս քակատնաժողովին։ Անշուշտ գոչի մեջ կշեշտվի միասնությունը։ Սիրելի հայրավետներ, եթե իսկապես մտահոգված եք միասնությամբ, ամեն բանի առաջ երկու հայրավետները քովքովիկան եւ լուծեն եկեղեցվո ներքին հարցերը եւ ոչ հայ հեղափոխական դաշնակցության աբակայի ծրագիրները։ Եվ այդ միասնության մեջ շատ կարևոր թեր ունի նաև մեր թեմերու բաժանումը սպիրկի մեջ, որոնք պատճառ կդառնան, որ մեր ժողովուրդը հեռանա ալ հոգնի այս կամ այդ կողմ ըսել են։ Հետևաբար միասնության գոչը լա ավելի եկեղեցու համար, քան թե հայ հեղափոխական դաշնակցության ծրագիրներու համար։ Հետաքրքրական այն է, որ այս կուսակցական համախմբումի կամ ժողովի արդիվ նաև կուսակցության ղեկավարները չադակոված են Արցախի վերադարձի, Արցախի հայության վերադարձի իրավունքը եւ հանդիպում կազմակերպած են Փարիզի քաղաքապետարաններս ինыбաց Արցախին։ Հիմա այստեղը ինչպես որ արեմադայրը գսեն զուրնուսին շիդակոսին, արդյոք մեր այս ռսաստրուկ բյուրոյական տաշնակցականները ատկանալ անամոտ դարձած են, երբ իրենք մեղսագից եղած են Արցախի հանձնման 2020 թվականի 44 օրյային, երբ իրենք եւ իրենց ռսաստրուկ գեներալիտետը ձախած են, վաճառած են Արցախը եւ հիմա էլ միջազգային հրաբարակի վրա կփորձեն այնպես մի երևալ, որ իրենք Արցախի թադը կպաշտպանեն։ Ասիկա անհետեթություն չէ եւ եւս մեկ կարևոր փասմը, որ
մենք պետք է նշենք, շատ արդարացի են այն վրդովված սրդացավ հայերը հանցինս Վահե Ափելյանին, որ Բոստոնի շրջանը հոտվածակությամբ հանդես եկած եւ այս շաբաթվա USA Armenian Life-ի մեջ իր հոտվածը լույս կտեսնե, ինչպես եւ Փարիզապնակ նախկին շարքային անդամ Սարգիս Բեսնիլյանը, որ նույնպես զարմանալի կգտնան, եւ նաեւ Ժակ Ռաֆի Փափազյանը, որ նույնպես իրենց սրծավությունը կհայտնեն եւ այս բոլորի հետ կապված անհետեթությունը կփարսացնեն եւ մեր հանրության ասենք սեփականությունը կդարձնեն։ Եվ այստեղը պետք է նշենք, որ այս նույն ռսաստրուկ Տաշնակցության բյուրոն, որ այսօր իբրև թե Արցախը կպաշտպանե եւ իբրև թե Արցախի իրավունքը առաջ կդանին եւ իրենք անբաժան մասնիկը եղած են այն միջազգային թավադրության եւ ներքին թավաջանության Արցախի 2020 թվականի 44 օրյա ժամանակ Արցախի ինքնապաշտպանությունը սաբոտաժի ենթարկելով եւ հիմա հանդես գալով որպես փրկարարներ եւ այս բոլորի հետ կապված նաեւ վերջերս իրենց խելագորույս իշխանամետության իշխանադենչության համար հիմա սկսած են հանդես գալ իբրև թե ըսպյուրքի գազագերբիչներ ասված չնե որ ըսպյուրքը փրկելու ելեն այս մարտիկը մենք պիտի տեսնենք ագանադես պիտի լանք թե ինչպես ըսպյուրքը պիտի փրկեն ինչպես որ Արցախը փրկեցին հունիսի 7-ի համապետական ընդդիմություններուն Հայաստանը պիտի փրկեն եւ մենք ագանադես եղանք թե ինչպես վերջին օրերուն Հայաստանի իրավաբահ մարմինները իբադիվ իրենց սկսած են բացահայտել այն ընդրագաշարքները լայնամասշտաբ մեծականակ ընդրագաշարքներու ասենք մասին դերեկություններ բացահայտելով ուրեմն մենք կորձ ունենք փրկարարներու հետ մենք պետք է փրկվենք փրկիչները այս է մեր խնդիրը եւ այն փրկիչները որ պիտի փրկեն մեզ մենք ագանադես եղանք նաև թե ինչպես վերջին 30-40 տարիներու ընթացքին 1980-ական թվականներուն երբ հայ հեղափոխական դաշնակցությունը այն ժամանակը իսկապես լավ աշխատանք կդաներ եւ մենք ագանադես եղանք թե ինչպես 1980-ականներուն երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներու արևմտյան շրջանագեն ներս ընդամենը 3-400,000 հազիվ հայ գար այն ժամանակը հայ հեղափոխական դաշնակցության շարքային անդամներուն թիվը ոչ ավելի էր քան ասենք 1%-ը որ նաև այդ ժամանակ պատկառելի թիվ կներկայացներ եւ ծեր խոնարհզարան այն ժամանակը հայ հեղափոխական դաշնակցության քարեկի նշտե գոմիտեության գուսակցական քարտուղարներ իսկ իթշպախտություն նույն այսօրվա իշխանադենչ ղեկավար խաղցող բյուրոյական կամ սորոսական դաշնակցականներուն պետք է ասենք որ ի հագաբատկեր 1980-ական թվականներուն երբ 300,000 հայի վրա 3,000 անդամ կար հիմա 1.5 միլիոն ամերիկայության վրա արևմտյան միացյալ նահանգներեն ներս կան 914 անդամներ եւ իսկ Փարիզի բարակային երբ ասենք 1980-ականներուն ընդամենը 300-400,000 ֆրանսահայ գար այն ժամանակը շարքային անդամներուն թիվը ըստ երևույթին ըստ այդ աղբյուրներուն 300-400 էր հիմա ավելի քան 700-800,000 ֆրանսահայության վրա ընդամենը 100 անդամ մնացած է ես պիտի առաջարկեի որ այսօրան ռսաստրուկ բյուրոյականները եւ սորոսական դաշնակցական ղեկավարները փրկեն դաշնակցությունը իրենց հրաժարումով դնային իրենց դնային գալանքի դակ տնելով որովհետեւ գուսակցությունը փրկվի եւ ոչ թե գուսակցության այս խելագորույս եւ իշխանամետ դարձած ղեկավարությունը փորձեն ըսպյուրքը փրկել Արցախը փրկեցիք հունիսի 7-ին Հայաստանը պիտի փրկեք եւ հետո պիտի փրկեք ըսպյուրքը ուրեմն չէ սիրեներ առաջ դուք ցեզի փրկեցեք բարոն Մխիթարյան
ըսելիք ունեիք։ Բարոն Չապարյան, ճիշտ է որ դուք ժպիտով արտահայտվեցաք այդ մասին, բայց ես մեր թաշնակցական հարազատ եղբայր քույրերուն ուզեմ այս հարցումը տամ։ 70 տարի սիրելիներ դուք մայր աթոր էջմիածինը հալածեցիք։ Այսօր ամբողջական զորակցություն գհայտնեք մայր աթորին, որտեղ շատ լավ գիտեք, որ մայր աթորը, որպես եկեղեցի գառույց, զորավիք է իշխանության։ Հետևաբար դուք գփորձեք մայր աթորին դեր գանկնել, որպեսի անոր միջոցով կաք նաև հայրենի իշխանությունը կրավեք։ Հոս է հարցականը մեր բոլորի մտքի մեջ եւ դուք երբեք հարազատ կերպով չեք արտահայտվիր այս մասին եւ այսօր գխոսիկ համայն սպիրկի անունով։ Բայց մեր մեջ գասկածը երթալով ավելի գխորանա եւ գարմադանա, որ դուք զուտ կուսակցական հաշիվները մեկնելով այս բոլոր գազմագերբած եք, որովհետեւ դիրանակ հայրենի իշխանության։ Արցախի փրկարարներ, Հայաստանի փրկարարներ, Սպիրկի փրկարարներ, հիմա վերջերս ալ Հայաստանյաց առաքելական եկեղեցու փրկարարներ։ Եվ այդ փրկարարներու շարքին է Ամերիկայի արևմտյան թեմի թեմական առաջնորդ Հովնան Դերդերյան եւ իրեն յետև թաքնված քարեկինաբաշները, որոնք մոնոպոլիստներ են ըստ երևույթին։ Ապրիլի 2-ին արևմտյան թեմը շատ դխրահրճակ եւ անհասկանալի հայտարարությամբ հանդես եկավ եւ այդ հայտարարության մեջը իբրև թե իրենք ունին մոնոպոլիան Հայաստանյաց առաքելական եկեղեցու հարանվանության հետ կապված բոլոր խնդիրներու հետ եւ այդ հայտարարության մեջը Հովնան arczepiskopos Դերդերյան գսե մենք ոչ մեկ գապ չունենք եւ չենք հովանավորեր Ապլենդի Սուրբ Խաչ եկեղեցին եւ Գլենդելի Սուրբ Սարգիս եկեղեցին, բայց իրենց մե ով խնդրած է, ես գապ հաստատեցի Դերքևորքին հետ եւ իրեն հարցուցի թե ինչ է այս Հովնան Դերդերյանի հետ կապված պատմությունը, ուրեմն հետակային որբեսի մեր հերոստատիդորները ավելի լավ իրազեկված լան, ես պիտի առաջարկեմ, որ Դերքևորքը եւ Հովնան arczepiskopos Դերդերյանը ներկայանան AMG հերոստա ստուդիո եւ իրենց ասենք հետ կապված դեղեցությունը փոխանցեն հանրության։ Սա հրավեր է Հովնան arczepiskoposին եւ Դերքևորքին։ Բայց միջ այդ ըստ իմ ունեցած դեղեցություններուն 2021 թվին, ինչպես որ էկրանի վրա կտեսնենք, Հովնան arczepiskopos Դերդերյան ուրախությամբ կացած է ուրեմն Holy Cross Church Upland Սուրբ Խաչ եկեղեցի եւ այնտեղ ինքը ելույթ ունեցած է, բادرակ մատուցած է, ինչքան որ դեղյակ եմ, սակայն ըստ երևույթին ի հագաբատկեր իր ապրիլի 2-ին հրաբարացած հայտարարության, որ իբրև թե ինքը կորչուզ էր ունենալ Ապլենդի Սուրբ Խաչ եկեղեցի հետ, բայց ընդհակառակը հավատացյալները բնտածեն, որ եթե Հովնան arczepiskopos Դերդերյան գաբ ունենա աս եկեղեցին հետ, մենք պիտի զանց առնենք մեր մասնակցությունը, հետևաբար այնպես մը թող չի ցեվացնե, որ իբրև թե ինքը ասենք վազանցած է եկեղեցին, բայց իրականության մեջ վստահ եմ, որ շատ հետաքրքրական դերեկություններ կան այս մասին, մենք սիրով գհյուրասիրենք իրեն Հովնան arczepiskopos Դերդերյանին եւ հայր Քևորքին։ Բարոն Մխիթարյան, արդյոք դուք ինչպիսի դերեկություններ ունեք այս խնդրի մասին։ Բարոն Չապարյան, ինձ համար շատ հստակ է պատմությունը, նախ շատ դխուր է այն երևույթը, որ Հովնան arczepiskopos նման շրջափերական հրադարագած է։ Ինչու գիտեք սիրելիներ, որտեվ Հովնան arczepiskopos նախանցի դեսնելով այս երկու եկեղեցիներու հաջողությունը։ Դուք պետք է ագանադես եւ ագանչալուր լայք
այդ հսկա բազմության Զարգազարդ ամեն գիրագի լեցուն է եկեղեցին, բայց Զարգազարդի օրը, ուր ես անստապես միշտ ներկա գլամ, 300-ը ավելի հատ փոքրիկ եկեղեցի մոր միան 100 հոգի գրնա առնել, ներառնել, 300-ն ավելի մարդ կար։ Ուրեմն հավատացյալներ գային։ Ոչ միայն եկեղեցին հավատացյալներ զիրար գհրեին, այլև ամբողջ քովի թաղերը լեցուն էին։ Այնքան լեցուն էին, որ հովիվը սա, որ այսուհետև պետք է փարսախոսներ տնենք, որ դուրս եղողները չզրգվին բադարակեն։ Այս հաջողություններն են, որ ես կգարձեմ, անհանգիս կնեն Սրբազանին եւ նույնը բարական նաեւ Սուրբ Հաչ եկեղեցու, ուր օրե օր գբազմանան հավատացյալներու թիվերը։ Հոմնան Սրբազան, փոխանակ քաչալերելու դուք դաբար զարգիկ այս երկու եկեղեցիներու հիմնարկության։ Բոլորը ծեր ցելատությամբ եղան, բայց շփախտապար անամոթապար նույնիսկ հայտարարեցիք, որ ես, այսինքն դուք ապլենտ երբեք չեղած, ձեզ համար ապլենտ գոյություն չունի, այս բոլոր սուդերը խոսեցաք, նույն բանը ասիք նաև ասորի եպիսկոպոսի ագնարգելով Բերքեվորքի մասին։ Այս բոլոր սուդերը վերջը հրաբարակ պիտի ելնեն։ Մենք ամոթ կսկանք, որ մեր Փարսասիջան եկեղեցականը նման սուդեր կքլդորե հրաբարակի վրա։ Այսօր այս եկեղեցիները ոչ շահակցական գազմագերբված, գադարյալ գազմագերբված եկեղեցիներ են եւ պիտի քոյադևեն եւ պիտի շարունակեն պայման չէ որ անպայման ենթակա լան արևմտյան թեմին, որովհետեւ այդ արևմտյան թեմը չծարայե իր ժողովրդին, այլ կծարայե իր մեծավորներուն, վերեն եկած հրահանգներուն։ Մեր ժողովուրդը հոգնած է այս բոլորեն։ Մեր ժողովուրդը պետք ունի անգեղծ հոգևորականներու, նվիրյալ հոգևորականներու, որոնք գահավադան իրենց առաքելության եւ այդ առաքելության թաշտի մեջ գկործեն, ոչ թե միայն գխոսին, գկործեն։ Դեր Պետրոս, դեր Դավիթ, դեր Քևորգ, բոլորն հաջողած եկեղեցականներ են եւ քննադված եւ սիրված իրենց ժողովրդին գոմեն։ Այդ սերն է, որ ծեր մեջ նախանց կարտնցն է։ Եվ դուք ոչ թե մեկ շրջապերականով, 10 շրջապերականով ալ, եթե հրաբարակ ելեք, այս եկեղեցիները պիտի չգրնակ փակեն, որտեղ ժողովուրդը ալ հոգնած է գեղձիկ են։ Ընդհակառակը դուք բարդավորեք մեր ժողովրդին ներողություն խնդրելու։ Այս հաջողած եկեղեցիներուն չփորձեք որևէ ադեն դաբար զառնել, որտեղ Ամերիկայի մեջ որևէ եկեղեցի, որ ճշտոնապես քրանցված է բեդության մոտ, ոչ շահակցական, ցեզմե իրավունք պետք չունի։ Եթե ցանոթ չեք, նայեցեք Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ 3.5 տարի անգախ եղած է, մինչև որ առաջնորդարանը ենթարկվեցավ ժողովրդին փափակին։ Նույնը դուք պիտի ենեք, Հովնան Սրբազան, ուշ կամ գանուղ արևմտյան թեմը պիտի բարդատրվի եւ ներողություն խնդրի այս ժողովրդին եւ պիտի ընդունի այս եկեղեցիները իր հովանիին դակ, եթե իսկապես գահավադակ հայ եկեղեցու եւ հայ եկեղեցականի հոգեվոր առաքելության։ Շնորհակալություն բարոն Մխիթարյան, ըստ երևույթին Հովնան arczepiskopos Տերտերյան, ինչպես որ անգլերեն իր մասին բազմաթիվ հին ամերիկահայեր գսեն he's a control freak, իսկ ուրիշ ամերիկահայեր գսեն he's a money monger, արդյոք ճիշտ են այն բնդումները, որ Հովնան arczepiskopos Տերտերյան money laundering-ի մեջ մասնագիծ եղած է։ Ես պիտի առաջարկեի, որ երկու կդալ Դերքևորգ Հալաջյանը հիմնադիր հովիվը
Սուրբ Խաչ եկեղեցու եւ դուք անձնապես որպես թեմագալ առաջնորդ արեմդյան թեմի ներկայանաք AMG հերոստա ստուդիո եւ այս եւ բազմաթիվ այլ հարցումներուն պատասխանը դրամատրեք հանրության ինչպես որ բարոն Մխիթարյանը նշեց դուք ծեր ներողության խոսքն ասեք հանրության որովհետեւ ըստ երևույթին դուք կփորձեք խափանել ազատ կորձող երկու արաքելական եկեղեցիներու ասենք քոյությունը եւ կորձունեությունը եւ ինչպես որ գիտեք բարոնայք եւ դիգնայք որ Հովնան arczepiskopos-ի շուրջը փոլորված եք եւ բարեփոխտապար ցերտիվը մեծ չէ իբադի մեր ամերիկահայության 1 միլիոն ամերիկայության վրա վերջերս ամենամեծ արիթը որ գար Սուրբ Զադիգը Սուրբ Հարության օրը ընդամենը մի քանի 100 հոգի հավաքված էր Սուրբ Ղևոնդյանց մայրդաջար որ պետք էր եթե Սուրբ Սարգիս եկեղեցին 300 հոգի մարդ հավաքված էր Ձաղգազարդին եւ Սուրբ Զադիգին յուրաքանչյուր արիթներուն ապա ուրեմն ճիշտ պիտի չլար որ ասենք Սուրբ Ղևոնդյանց դաջարի շուրջը առնվազն 3000 հոգի հավաքվեր բայց ըստ երևույթին սա մեծ բարդություն է շարաչուն ապտակ է Հովնան arczepiskopos Տերտերյանին անձնապես որովհետև ինչպես որ ես իրազեկվեցա բազմաթիվ հավատացյալներ չեն ուզեր որ նույնիսկ Հովնան arczepiskopos իրենց երեխաներուն թբնա եւ այս մասին ահագին փողոք կա Հովնան arczepiskopos-ի ասենք բահվածքի վերաբերյալ եւ ուր մնաց որ մարդիկ Հովնան arczepiskopos-ի ցերամբ սուրբ հաղորդություն ընդունին այսալ ասենք ծանր անփաստանություններ են ես պիտի առաջարկեի որ Հովնան arczepiskopos Տերտերյան ներկայանա եւ իր թեզը պաշտպանե իր թիրքերը պաշտպանե եւ այսպես կսպասենք քաշապատ կամ մի շաբաթ կամ երբ որ հարմար է հրամեցեք եւ էկրանի վրա երևցող հերոստահամարին հերացայնեցեք եւ ասեք որ դուք պիտի ներկայանաք եւ մենք սիրով կընդունենք ցեզի եւ հարցումները կներկայացնենք